Եվրոմեդիա լրատվամիջոց Լիսնա Մուշեղյան։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը այդպես մարզային այցերից մեկի ընթացքում քաղաքացիների հանդիպման ժամանակ հայտարարություն արեց, ասաց մեր ակնկալիքները առաջիկա ընտրություններից ընդ որում նվազագույնը 65%-ն է, ու հստակ երևում է, որ նրանք ամեն քայլի իրենց միտված է ուղղությամբ, թե թոշակների բարձրացում, թե այս քաղաքացիների հետ հանդիպում, այսինքն ամեն կերպ փորձում են իրենց նվազագույն շեմին հասնել, ընտրություններում մեծամասնություն ձևավորելու։ Ինչ է անում այս առումով ընդդիմությունը, այդ թվում նաև հայաքվեն, որպեսզի այս պատկերը չիրականանա ու կրկին այսպես խորհրդարանում միատարր մեծամասնություն չձևավորվի։ Շնորհակալություն։ Իհարկե ձեր հարցը որևէ կերպ անմիջականորեն չի առնչվում նրան ինչ որ մենք ներկայացնում ենք, բայց կուզենայի ասել ձեզ հետևելը։ Այն կարևոր բանից մեկը, որ մենք անում ենք այսպիսի հայեցակարգը մշակում եւ ներկայացնում ենք ձեզ, ի հակակշիռ այն բացարձակ ոչ հայեցակարգային, ոչ ռազմավարական, ոչ բովանդակային քաղաքականությանը, որը վարում է գործող իշխանությունը, եւ որը պնդումներ է նույնիսկ անում, որ այդ քաղաքականության պայմաններում նա ընդունակա սահմանադրական մեծամասնություն ձևավորել, որը մեր կարծիքով բացարձակ կեղծիք է։ Ցանկացած սոցիոլոգիական հարցում ցույց է տալի, որ նրանք նույնիսկ մոտ չեն սովորական մեծամասնությանը, հանրային բավարար աջակցություն չեն վայելում, ուստի ես կարծում եմ, որ մենք ոչ միայն ձեզ պետք է այս բովանդակությունը ներկայացնենք, այլև ձեր նաև օգնությամբ, բայց նաև մեր աշխատանքի միջոցով այս բովանդակությունը պետք է հասցնենք մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որովհետեւ մեր յուրաքանչյուր քաղաքացի դիտակցի, որ Հայաստանը ունի ընտրություն ապագայի հստակ տեսլականի, հայեցակարգային, մտածված տեսլականի եւ այն կեղծիքի միջև, որ իրան անդադ մատուցում է գործող վարչախումբը իր պարադոքսիկ ղեկավարությամբ։ Դա որ մենք պետք է անենք, շնորհակալություն։ Ես ավելացնեմ, որ իրականում մենք ձեռներից ծալած նստած չենք, ակտիվ հանձնարարական ենք իջեցնում գործող վարչախմբին եւ նրանք էլ լավ կատարում են, օրինակ կենսաթոշակների մասով, եւ գիտեք, որ հայակվեն 6 ամսից ավել է արշավ է իրականացնում, տեղեկատվական արշավ, հանրային արշավ, հանրագրի ստորագրավակ է իրականացնում եւ դա իր արդյունքները տալիս է իրականում, ինչքան էլ փորձեն իրենց վրա քաշեն այս թոշակների բարձրացումը գործող վարչախումբը եւ նրա որոշ օդիոզ անդամներ։